Ղարաբաղցու հետ կապված բողոքի ակցիա են իրականացնում կանայք, քանի որ գտնում են, որ անթույլատրելի է վարչապետ Փաշինյանի գրառումները եւ ոտնձգությունները եկեղեցու դեմ։ Դուք իհարկե, ինչ խոսք, ես ձեզ մի բան ասեմ, որպես գիտական աշխատող։ Դուք լավ տեսել եք Ռոմում, Վատիկանում, Ռոմի պապը բալկոնից ելույթ է ունենում, բազմությունը հարգում պաշտում է։ Հիմա եթե մեկը գա Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցի հրապարակում կամ բազմության, մեկն ու մեկը անպատվի վիրավորի քահանային, կաթոլիկ նկահա, բազմությունը կպաշտպանի իր կրոնը եւ կաթողիկ սպասավորներին եւ չեմ ասում կարդինալներին եւ ընդհանրապես եկեղեցին։ Մեր ժողովուրդը ցավոք ստրեսից, ապրումներից հետո մի քիչ վատ վիճակում է գտնվում, այդպես պատահում է, դա պատմական պերիոդ է։ Դե հիմա միշտ մեկ լինում է վերելք, մեկ լինում է մի քիչ ավելի, ոնց որ ասած, նահանջ, բայց ժողովուրդը պետք է իր մեջ նորից վերգտնի այդ ուժը եւ ասի պաշտպանի իր Սուրբ եկեղեցին, որը ստեղծվել է կաթոլիկ Ռոմի հետ միասին, համարյա միաժամանակ։ Վարչապետ Փաշինյանը ասում է, որ շատ կարևոր է հոգևոր անվտանգության եւ ազգային անվտանգության տեսանկյունից իմանալ վեհափառ հայրապետը Գարեգին II-ը ունի զավակ, թե չունի, կուսակրոնության ուխտը խախտել են, թե չէ, քեռակնոջ հետ սրբազաններ եղել են։ Հասկանում եմ որպես գիտ աշխատող։ Մենք ունեցել ենք Խրիմյան հայրիկ, Մկրտիչ Խրիմյան Վանեցի։ Երիտասարդ վանականները ջահել ժամանակ իրավունք ունեն ստեղծեն ընտանիք։ Խրիմյան հայրիկը ունեցել է ընտանիք, զավակներ, կինը հիվանդանում, մահանում է։ Դրանից հետո նա չի ամուսնանում, որտեղ հոգևոր գործիչը կարող է ըստ օրենքի մի անգամ։ Նա երեխաներին տալիս է, երեխաներ ունեն, տալիս է բարեկամներին, բարեկամները պահում են, իսկ ինքը գնում է բարձրանում է, դառնում է եպիսկոպոս եւ դառնում է Խրիմյան հայրիկ, բայց ինքը եղել է Մկրտիչ Խրիմյան Վանեցի։ Ոնց որ ներսես աշտարակ։ Եթե Խրիմյան հայրիկին կարելի է նաև Գարեգին II-ին։ Չէ, եթե երիտասարդ հասակում քահանան խրախուսում են եւ Ռուսաստանում եւ Հունաստան, քահանաները իրավունք ունենան ընտանիք եւ դաստիարակեն կիրթ զավակներ, այո։ Կուսակրոնությունը պարտադիր հանգամանություն։ Եթե մեկը ուզում է դառնա եպիսկոպոս կամ կաթողիկոս, նա հրաժարվում է աշխարհիկ կյանքի որոշ պայմաններից, այո։ Հրաժարվում է, բայց երբ որ նա 25-30 տարեկան է եւ չի ուզում դառնա ինչ որ բարձր տոհմիկ ինչ որ գործիչ, նա ունի ընտանիք, դա բոլորի մոտ տարածք է։ Հենց կաթողիկոսի եւ սրբազանների, եպիսկոպոսների մեր որոշ գործիչները այդքան գրագետ չեն, որ իմանան կրոնի պատմությունը։ Նրանց թվում է, որ եթե քահանան մեկն ու մեկ ունի ընտանիք, նա սրբապիղծ է։ Ճամկրնչուլ մի հատ գնաց սովորի եղբայրը, կրոնի պատմությունը սովորի իմացի, հետո քննադատի էլի, կամ ցանցերում վճարում են մեկին փող են տալի, անիծված փող, որ խոսեն քահանաներին պախարակեն, դա անիծված գործ է, դա անեծք է, նրանց մեջ կա սատանա, սատանան եղել է սկզբից հրեշտակ, ջահել ժաբանա, չէ, ասել է ես ինքը եղել է հզոր, գեղեցիկ ուժեղ, ասել է ես ուզում եմ հավասարվեմ Աստծուն, ըմբոստացել է։ Աստված ասել Փաշինյանը գնում է այդ ճանապարհ։ Մի րոպե։ Աստված պատժել է, ասել է ես այնպես կանեմ, որ դու դառնաս օծ եւ քո փորի վրա սողալով գնաս։ Սատանային դարձրել է օծի կերպարանք, չնայած նա կերպարանափոխվում է։ Բայց ուզում եմ ասեմ պատժել է, հրեշտակ է եղել, հպարտացել է, ասել է ես ուզում եմ հավասար լինեմ Աստծուն։ Աստված նրան պատժել է։ Հիմա չի կարելի, մարդ պետք է խոհեմ լինի, հարգի նրան, որ Սողոմոն իմաստուն ասել է առաջին նախադասություն, ճանաչիր իմաստություն, խրատ եւ զբանը գործը հանճար է։ Ճանաչիր իմաստություն, խելքը զարգացրու եւ մի փնովի սրան նրան, մի գնա հավասարվի սատանային։ Այդքան բան։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։